Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, հետհաշվարկ ինտելեկտուալ խաղ մրցույթը շարունակվում է, երկրորդ խաղաշրջան, երկրորդ խաղ։ Խաղի կանոնները չեն փոխվել, նույնն են, յուրաքանչյուր խաղին մասնակցում է երկու թիմ, ներում խաղում են 5-ական խաղացողներ, տրվում են հարցեր, հարցերի համար ունեք 1 րոպե ժամանակ։ Վերջին 10 վայրկյանների ընթացքում դուք պետք է ձեր պատկերացրած ճիշտ պատասխանը գրեք հրատախտակին և հնչեցնեք այն։ Եթե ձեր հնչեցրած պատասխանը և հրատախտակին վրա գրված պատասխանը չի համապատասխանում իրար, մենք ճիշտ պատասխան ենք համարելու վրա գրվածը։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դեպքում թիմը լքում է 1 խաղացող։ Ով է լքելու խաղը որոշում ենք վիճակահանության միջոցով։ 4-4 հաշվի դեպքում հաղթում է այն թիմը, մեկական խաղացողների մնում և հաղթում է այն թիմը, որը մեկը ճիշտ է պատասխանում, մեկը սխալ, այսինքն 2 սխալ և 2 ճիշտ պատասխանների դեպքում շարունակում ենք խաղը մինչև առաջին ճիշտ և սխալ պատասխանները։ Սրանք խաղի կանոնների մասին։ Այսօր մեր հետ խաղում են Ջրաբերդ և Նեմեսիս թիմերը։ Սկսենք Ջրաբերդ թիմից։ Ջիվանյան Մխիթար, Սարգսյան Իլոնա, Բալայան Արթուր, Բաղդասարովա Լիաննա և Գասպարյան Նարեկ։ Նեմեսիս, Գասպարյան Լիանա, Հարությունյան Ալիսա, Ալեքսանյան Էրիկ, Փաշայան Ռուդոլֆ և Ղազարյան Արմեն։ Մինչև խաղը սկսել եմ, հիշեցնեմ, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղ մրցույթն անց է կացվում Արցախյան Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Սիրելի Նեմեսիս և Ջրաբերդ թիմեր, հետհաշվարկը սկսված է, հարց առաջին։ Պյութագորասցիները ասում էին, որ այդ տառը համարվում է մարդկային կյանքի խորհրդանիշը։ Դեռևս պատանի ժամանակներից այն երկընտրանքի մեջ է ընտրել բարեգործության ճանապարհը կամ բավականություն ստանալու ճանապարհը։ Ներկայացրեք այդ լատիներեն այբուբենի տառը։ Պյութագորասցիներն ասում են, որ այդ տառը համարվում է մարդկային կյանքի խորհրդանիշը, դեռևս պատանի ժամանակներից այն երկընտրանքի մեջ է ընտրել բարեգործության, թե բավականություն ստանալու ճանապարհը։ Որն է այդ լատիներեն տառը, կամ որ տառի մասին է խոսքը։ Եթե երկու թիմերն էլ վերջնական պատասխան ունեն, ես կարող եմ կանգնեցնել ժամանակը, բայց ոնց հասկանում եմ, քննարկումները դեռ թեժ շարունակվում են։ Որ տառի մասին է խոսքը։ 10 վայրկյան։ Ժամանակ։ Խնդրեմ Ջրաբերդ։ V տառը լատինական։ Որ տառի մասին է խոսքը։ Հասկանալի է ձեր պատասխանը։ Խնդրեմ։ X տառի մասին է խոսքը։ Պյութագորասցիներն ասում էին, որ այդ տառը համարվում է մարդկային կյանքի խորհրդանիշը։ Դեռևս պատանի ժամանակներից այն երկընտրանքի մեջ է ընտրել բարեգործության, թե բավականություն ստանալու ճանապարհը։ Խոսքը Y-ի մասին է, եւ մենք ճիշտ պատասխան չունենք։ Նկարով հարց։ Սիրելի գիտակներ, էկրանին դուք տեսնում եք ռուս նկարիչ Նիկոլայ Կոնստանտինովիչ Ռերիխի դատապարտված քաղաք կտավը։ Արկադի եւ Բորիս Ստրուգացկի եղբայրների համանուն վեպն իր անունը ստացել է այս կտավի անվանումից։ Ասացեք, խնդրեմ, ինչպես է անվանվում այս նկարը։
Նկարի այլ անվանումը։ Սիրելի գիտակներ, էկրանին դուք տեսնում եք ռուս նկարիչ Նիկոլայ Կոնստանտինովիչ Ռերիխի դատապարտված քաղաք կտավը։ Արկադի եւ Բորիս Ստրուգացկի եղբայրների համանուն վեպն իր անունը ստացել է այս կտավի անվանումից։ Ասացեք խնդրեմ, ել ինչպես է անվանվում այս նկարը։ Դատապարտված քաղաք։ Դատապարտված քաղաք։ Ել ինչպես է անվանվում այս քաղաք։ 10 վայրկյան այս նկարը։ Խնդրեմ, 1 վայրկյան։ Դուք ունեք պատասխան։ Շատ լավ։ Խնդրեմ Ջրաբերդ։ Պատասխան չունենք։ Դուք պատասխան չունեք։ Մեր պատասխանը կյանքի ճանապարհ։ Կյանքի ճանապարհ։ Կյանքի ճանապարհը ինչի դեպքում է անհրաժեշտ լինում։ Ձերբակալության, դատապարտվածության։ Նկարում պատկերված է քաղաք, որը շրջապատված է օձով։ Քաղաքը բլոկադայի մեջ է։ Նկարը կոչվում է այլ տարբերակով բլոկադա, շրջափակում։ Մենք շրջափակման մեջ շարունակում ենք կազմակերպել մեր խաղերը։ Խաղի հաշիվը չի փոխվել։ Մի հատ ծափահարենք միմյանց։ Ուշադրություն հարցը։ Որ երկու բառն է ըստ քրիստոնյա քարոզիչ բարոն Քետլերի պաշտպանում սեփականություն ավելի, քան որևէ դատական իշխանություն, որ հայտնի երկու բառն է։ Որ հայտնի երկու բառն է ըստ քրիստոնյա քարոզիչ բարոն Քետլերի պաշտպանում սեփականությունն ավելի, քան որևէ դատական իշխանություն։ Սա ասում է քրիստոնյա քարոզիչ բարոն Քետլերը։ Որ երկու բառն է պաշտպանում սեփականությունն ավելի, քան որևէ դատական իշխանություն։ Ըստ քրիստոնյա Քետլերի։ 10 վայրկյան։ Ժամանակ 1 վայրկյան համբերեք։ Լավ, ձեր պատասխանը պարզ է, մի երկար մի գրեք։ Խնդրեմ։ Կայսրինը տվեք կայսրին, Աստծունը Աստծուն։ Աստծունը Աստծուն։ Լավ, ձեր պատասխանը պարզ։ Ավելի հիշ տարբերակ է Աստված պահապան կամ Աստված օրհնի։ Աստված պահապանել է ավելի շուտ։ Քրիստոնեական որ պատվիրանն է, որ պաշտպանում է սեփականության իրավունքը։ Մի գողացիր։ Մի գողացիր։ Խոսքը մի գողացիրի մասին էր։ Ուշադրություն հարցը։ 2019 թվականին Սենեգալի Նիոկոր Կոբա ազգային պարկում հետազոտող գիտնականները նկարահանել են, թե ինչպես են կապիկները նկատելով դա արձակում տագնապալի ազդանշան, զգուշացնելով մյուսներին արձվի մոտենալու մասին։ Անվանեք դա։ Ինչ են տեսել երկնքում կապիկները։ «2019 թվականին Սենեգալի Նիոկոր Կոբա ազգային պարկում հետազոտող գիտնականները նկարահանել են, թե ինչպես են կապիկները նկատելով դա երկնքում արձակում տագնապալի ազդանշան, զգուշացնելով մյուսներին արձվի մոտենալու մասին։ Անվանեք դա։ Ինչ են տեսել երկնքում կապիկները։
Ունենք պատասխան։ Ունենք կանգնեցնենք ժամանակը։ Խնդրեմ ձեր պատասխանը։ Մեր պատասխանն է ինքնաթիռ։ Ինքնաթիռ են տեսել։ Ընդհանրում ենք անօթաչու սարք։ Հասկանալի է ձեր պատասխանը։ 2019 թվականին Սենեգալի Նյոկոլկոբա ազգային պարկում հետազոտող գիտնականները նկարահանել են, թե ինչպես են կապիկները նկատելով դա արձակում տագնապի ազդանշան, զգուշացնելով մյուսներին արծվի մոտենալու մասին։ Խոսքն իհարկե անօթաչու թռչող սարքի մասին է։ 1-0 եւ 1-0 եւ Ջրաբերդը լքում է Գասպարյան Նարեկը։ Օգտվում ենք։ Շատ լավ։ Խաղը լքում է Բաղդասարյան Լիանան։ Խաղի հաշիվն է 1-0 ուշադրություն հարցը։ Բրիտանացի նկարիչ Թիմ Նույզը նկարում է բույսերով։ Որպեսզի բնությունն իր համար աշխատի, Նույզը դրան միանգամայն մարդասիրական է վերաբերվում։ Նա գրիչները ամրացնում էր տարբեր ծառերի ճյուղերի ծայրերին, ապա դրանց դիմաց դնում թուղթ կամ մոլբերտ։ Որպեսզի գլուխգործոցը ավարտին հասցվի, անհրաժեշտ էր նաև մեկ կարևոր պայման։ Ինչ պայմանի մասին է խոսքը։ Բրիտանացի նկարիչ Թիմ Նույզը նկարում էր բույսերով, որպեսզի բնությունն իր համար աշխատի, Նույզը դրան միանգամայն մարդասիրական էր վերաբերվում։ Նա գրիչներն ամրացնում էր տարբեր ծառերի ճյուղերի ծայրերին, ապա դրանց դիմաց դնում թուղթ կամ մոլբերտ, որպեսզի գլուխգործոցը ավարտին հասցվի, անհրաժեշտ էր ևս մեկ պայման։ Ինչ պայման էր անհրաժեշտ։ Տասավարկյան, ինչ պայմանի մասին է խոսքը։ Ժամանակը սպառված է, խնդրեմ, մեկ վարկյան համբերեք, դուք պատասխան չեք գրել դեռ։ Ուզում ենք թարգմանենք, թարգմանեցինք։ Մեկ համբերեք, խնդրեմ, Ջրաբերդ, աստիճաններ է պետք զգաց։ Քամի։ Բրիտանացի նկարիչ Թիմ Նույզը նկարում էր բույսերով, որպեսզի բնությունն իր համար աշխատի, Նույզը դրան միանգամայն մարդասիրական էր վերաբերվում, գրիչները ամրացնելով տարբեր ծառերի ճյուղերի ծայրերին, ապա դրանց դիմաց դնում թուղթ կամ մոլբերտ, որպեսզի գլուխգործոցը ավարտին հասցվի, տրամաբանական էր, որ անհրաժեշտ է քամի։ Ղազարյան Արմենը, օգտվում ենք վետո իրավունքից։ Թիմի Ավակովը, դուք եք, օգտվում եք վետո իրավունքից։ Այո, օգտվում եք։ Հետաքրքիր կլինի, որ դուք դուրս գաք։ Հարությունյան Ալիսան է լքում խաղը։ Ուշադրություն նկարով հարց։ Այս հիմնախնդրի վրա Բրազիլիայում ուշադրություն են հրավիրում հետևյալ կերպ։ Ակվարիումի մեջ են տեղադրում հայտնի արձանների փոքրիկ մոդելները եւ գրություն։ Օգնեք դրա դեմ պայքարում, քանի դեռ ուշ չէ։ Ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը։ Այս հիմնախնդրի վրա Բրազիլիայում ուշադրություն են հրավիրում հետևյալ կերպ։ Ակվարիումի մեջ են տեղադրում հայտնի արձանների փոքրիկ մոդելները եւ գրություն։ Օգնեք դրա դեմ պայքարում,
քանի դեռ ուշ չէ։ Ինչի մասին է խոսքը։ 10 վայրկյան։ Ժամանակ։ Խնդրեմ։ Մեր պատասխանն է ջրի մակարդակի բարձրացման։ Ջրի մակարդակի բարձրացման, Գլոբալ տաքացման հիմնախնդիրը, այսինքն սառցահալման խնդիրը։ բարձր ձեր պատասխան։ Այդ հիմնախնդրի վրա Բրազիլիայում ուշադրություն են հրավիրում հետևյալ կերպ։ Ակվարիումի մեջ են տեղադրում հայտնի արձանների փոքրիկ մոդելները եւ գրություն։ Օգնեք դրա դեմ պայքարում, քանի դեռ ուշ չէ։ Խոսքի իհարկե գլոբալ տաքացման մասին է, 2-1։ Մենք ունենք ճիշտ պատասխան։ Գասպարյանն Արեգն է լքում խաղը։ Խաղի հաշիվն է 2-1, ուշադրություն հարցը։ 2004 թվականի նոյեմբերին մի թերթ դուրս եկավ հետևյալ վերնագրով. Ինչպես կարող էր 50,54,087 մարդ այդքան հիմար լինել։ Ինչ են արել այս մարդիկ նախորդ օրը, որը արժանացել է նման պարսավանքի։ «2004 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգներում մի թերթ դուրս եկավ հետևյալ վերնագրով. Ինչպես կարող է 59,54,087 մարդ այդքան հիմար լինել։ Ինչ են արել այդ մարդիկ նախորդ օրը, որը արժանացել է նման պարսավանքի։ 2004 թվական Միացյալ Նահանգներ։ $59,54,087 մարդ այդքան հիմար ինչպես կարող է լինել։ Թերթի վերնագիրն է։ Իսկ ինչ են արել այդ մարդիկ։ Ժամանակ 1 վայրկյան համբերություն։ Խնդրեմ ջրաբերդ թիմ պատասխան ունեք։ Ձեր ժամանակը սպառվել չունեք։ Լավ, Ընտրություն կատարեցին։ Մասնակցություն։ հասկացա։ Քանի որ կոնկրետ ճիշտ պատասխանը չկա, մենք ճշտող հարց ենք տալիս։ Այո, նրանք ընտրություն կատարեցին, բայց ում ընտրեցին։ Նախագահին։ Նախագահին ում։ Առաջին Ձեր պատասխանը ընտրել են ում։ Ջորջ Բոշին։ Ջորջ Բուշին։ 2004 թվականի նոյեմբերին մի թերթ դուրս եկավ վերնագրով, ինչպես կարող էր 59,54,087 մարդ այդքան հիմար լինել։ Ինչ են արել այս մարդիկ նախորդ օրը, որը արժանացել է նման պարսավանքի։ Նրանք քվեարկել են Ջորջ Բուշի օգտին։ 2-2։ Գասպարյան Լեանան է լքում խաղը։ Խաղի հաշիվն է 2-2, ուշադրություն հարցը։ Ավստրալիական աբորիգեն ցեղերից մեկի լեգենդի համաձայն աշխարհը ստեղծվել է Բոչ Բիմ անունով Աստծո սառած արյունից։ Իսկ ինչ է իրենից ներկայացնում Բոչ Բիմը ըստ գիտնականների։ Ավստրալիական աբորիգեն ցեղերից մեկի լեգենդի համաձայն աշխարհը ստեղծվել է Բոչ Բիմ անունով Աստծո սառած արյունից։ Իսկ ինչ է իրենից ներկայացնում Բոչ Բիմը ըստ գիտնականների։ Ինչ է Բոչ Բիմը ըստ գիտնականների։ Աբորիգեն ցեղը կարծում է, որ Բոչ Բիմը անունով Աստծո սառած արյունից է առաջացել աշխարհը։
Ինչ է ոչ բիմը ըստ գիտնականների։ Խնդրեմ ձեր պատասխանը։ Տարբերակ չունենք։ Տարբերակ չունեք։ Կապիկ։ Ավստրալիական աբորիգեն ցեղերից մեկի լեգենդի համաձայն աշխարհը ստեղծվել է ոչ բիմ անունով Աստծո սառած արյունից։ Ինչ է իրենից ներկայացնում ոչ բիմը ըստ գիտնականների, խոսքը հրաբուխի մասին է։ Սառած արյունը լավան է։ Հրաբխային ժայթքումները հաճախ մեծապես փոխում են տեղանքի եւ ձևը, ձևավորում են ամբողջական կղզիներ։ Սիրելի գիտակներ, սիրելի հեռուստադիտող, ուշադրություն նկարով հարց։ Սա դաշնամուրային համերգի գովազդային պաստառ է։ Համերգը տեղի ունեցել 2007 թվականին։ Իսկ կարող եք ասել, որ ամսին եւ որ օրն է տեղի ունեցել համերգը։ Սա դաշնամուրային համերգի գովազդային պաստառ է։ Համերգը տեղի ունեցել 2007 թվականին։ Կարող եք ասել, որ ամսին, որ թվին չի, որ ամսին եւ որ օրն է տեղի ունեցել համերգը։ Տասվարկյան ունեք երկուս տել պատասխանը։ Շատ լավ։ Խնդրեմ ձեր պատասխանը ջրաբերդ։ Մայիսի 2-ին։ Փետրվարի 5-ին։ Փետրվարի 5-ին։ Ինչու փետրվարի 5-ին։ Սպիտակ գույնը նշանակում է ձյուն, իսկ սևը երևի դաշնամուր։ Լավ։ Սա դաշնամուրային համերգի գովազդային պաստառ է, համերգը տեղի ունեցել 2007 թվականին։ Սիրելի գիտակներ, իսկ կարող եք ասել, որ ամսին եւ որ օրն է տեղի ունեցել համերգը։ Համերգը նվիրված է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների անմեղ զոհերի հիշատակին։ Խաղի հաշիվն է 2-2, ուշադրություն հարցը։ Փոլ Լանգի Աֆրիկայի մասին գիրքը կոչվում է կարճ ուրվականների մայրցամաքը։ Իսկ աֆորիզմներից մեկում ասվում է. երբեք ոչ ոքի վրա հույս մի դրեք ամբողջությամբ։ Քանի որ նույնիսկ մեր սեփական ուրվականը լքում է մեզ, երբ մենք մթության մեջ ենք։ Որ բառն ենք փոխարինել ուրվական բառով։ Փոլ Լանգի Աֆրիկայի մասին գիրքը կոչվում է կարճ ուրվականների մայրցամաքը։ Իսկ աֆորիզմներից մեկում ասվում է երբեք ոչ ոքի վրա հույս մի դրեք ամբողջությամբ, քանի որ նույնիսկ մեր սեփական ուրվականը լքում է մեզ, երբ մենք մթության մեջ ենք, որ բառն ենք փոխարինել ուրվական բառով։ Երբեք ոչ ոքի վրա հույս մի դրեք ամբողջությամբ, քանի որ նույնիսկ մեր սեփական ուրվականը լքում է մեզ, երբ մենք մթության մեջ ենք, որ բառն ենք փոխարինել ուրվական բառով։ Ժամանակ։ Սպասեք։ Լավ, ձեր պատասխանը։ Հոգին, տեսողությունը։ Երբեք ոչ ոքի վրա հույս մի դրեք ամբողջությամբ, քանի որ նույնիսկ մեր սեփական ուրվականը լքում է մեզ, երբ մթության մեջ ենք։ Խոսքը ստվերների մասին է, Աֆրիկայի մեծ մասը գտնվում է երկու արևադարձային գոտիների միջև, հասարակածային եւ արևադարձային լայնություններում, արեգակը բարձրանում ավելի բարձր, քան բարեփառ լայնություններում, ուստի ստվերներն այնտեղ ավելի կարճ են։ Խաղի հաշիվը չի փոխվել 2-2,
Ուշադրություն հարցը։ Անգլիացի գրող դրամատուրգ Նոել Գուարդը մի անգամ ամերիկացի գրող թատերագիր Էդնա Ֆերբերին հեգնում է, ասելով. Էդնա, դուք համարյա տղամարդու եք նման, որին Էդնան պատասխանում է, գրեք պատասխան։ Անգլիացի գրող դրամատուրգ Նոել Գուարդը մի անգամ ամերիկացի գրող թատերագիր Էդնա Ֆերբերին հեգնում է, ասելով. Էդնա, դուք համարյա տղամարդու եք նման, որին Էդնան պատասխանում է, ինչպես է պատասխանում։ Անգլիացի գրող դրամատուրգ Նոել Գուարդը մի անգամ ամերիկացի գրող թատերագիր Էդնա Ֆերբերին հեգնում է, ասելով. Էդնա, դուք համարյա տղամարդու եք նման, որին Էդնան պատասխանում է, ինչ է պատասխանում։ 10 վայրկյան։ Ժամանակ։ Խնդրեմ։ Էդնան պատասխանում է, իսկ դուք լիովին կնոջ։ Ինչու համարյա։ Էդնա, դուք համարյա տղամարդու եք նման, որին Էդնան պատասխանում է։ Դուք նույնպես համարյա տղամարդու եք նման։ Պատասխան չունենք։ Ուշադրություն, նկարով հարց։ Գնդակին հարվածելու այս հնարքը ֆուտբոլում կոչվում է ռաբոնա։ Այն ի սկզբանե համարվում էր դրա բաղկացուցիչ տարրը։ Ասացեք, խնդրեմ, ինչ է դա, ինչի բաղկացուցիչ տարր էր ի սկզբանե համարվում։ Գնդակին հարվածելու այս հնարքը ֆուտբոլում կոչվում է ռաբոնա։ Այն ի սկզբանե համարվում էր դրա բաղկացուցիչ տարր։ Ասացեք, խնդրեմ, ինչ է դա։ Գնդակին հարվածելու այս հնարքը ֆուտբոլում կոչվում է ռաբոնա, այն ի սկզբանե համարվում էր դրա բաղկացուցիչ տարր։ Այսպես, ասացեք, խնդրեմ, ինչ է դա։ Դասվարկեմ։ Ժամանակ։ Սկզբանե ինչի մեջ էր օգտագործվում այդ հնարքը։ Պատասխաններ ունեք, խնդրեմ։ Մեր պատասխանն է դրագոն։ Դրագոն։ Բարի մեջ։ Որ բարի մեջ։ Ճշտող հարց։ Ինչ։ Դրագոն բարի մեջ։ Դրագոն բարի մեջ։ Խոսքը արգենտինական տանգոյի մասին է։ Եվ մենք պատասխան չունենք։ Ուշադրություն, հարցը։ Խաղի աշխիվն է 2-2։ Այս անսովոր թանգարանը բացվել է Ճապոնիայում 1975 թվականին։ Այն պարունակում է երկրորդ համաշխարհային պատերազմի 1000-ից ավելի օդաչուների վերջին նամակները։ Կոնկրետ ում էր նվիրված այդ թանգարանը։ Վերջին նամակները։ Այս անսովոր թանգարանը բացվել է Ճապոնիայում 75 թվականին։ Այն պարունակում էր երկրորդ համաշխարհային պատերազմի 1000-ից ավելի օդաչուների վերջին նամակները։ Կոնկրետ ում էր նվիրված այդ թանգարանը։
Համաշխարհային պատերազմ, հազարից ավելի օդաչուների վերջին նամակներ, ում էր նվիրված այդ թանգարանը։ Ունեք պատասխան։ Ընտրեմ Մեր պատասխանն է կայսրին։ Կայսրին։ Պիրալ Հարբերտի վրա հայձակված կամիկաձեներին։ Կամիկաձեները։ Այս անսովոր թանգարանը բացվել է Ճապոնիայում 75 թվականին, այն պարունակում էր երկրորդ համաշխարհային պատերազմի հազարից ավելի օդաչուների վերջին նամակները։ Իհարկե այն նվիրված էր կամիկաձեներին։ Խաղի հաշիվն է 3-2։ Սարգսյան Իլոնան է լքում խաղը։ Ուշադրություն հարց։ Գերմանացի հեռուստահաղորդավար Ռոբերտ Լեմպկեն շատ դիպուկ է ասել։ Լրագրողները երկար թփթփացնում են թիկունքիդ, որոնելով այն տեղը, ուր ավարտեք միտքը։ Լրագրողները երկար թփթփացնում են թիկունքիդ, որոնելով այն տեղը, ուր ինչ են անելու։ Լրագրողները երկար թփթփացնում են թիկունքիդ, որոնելով այն տեղը, ուր ժամանակ։ Մեկ վայրկյան համբերեք, այնտեղ խնդրեմ ձեր Մեր պատասխանն է գտնվում ես։ Որ գտնվում ես, Հարվածելու են։ ուր հարվածելու են։ Գերմանացի հեռուստահաղորդավար Ռոբերտ Լեմպկեն լրագրողները երկար թփթփացնում են թիկունքիդ, որոնելով այն տեղը, ուր խրելու են դանակը, բայց քանի որ այստեղ հարվածելու են պատասխան կար եւ կոնկրետ պատասխան չկար, ապա հարվածելու են պատասխանը ընդունում են որպես ճիշտ պատասխան։ Խաղի հաշիվն է 4-2 եւ Ջիվանյան Մխիթարն է լքում խաղը։ Խաղի հաշիվն է 4-2, ուշադրություն հարցը։ Մերի Անդերսոնը 1903 թվականին Նյու Յորք էքսկուրսիայի ժամանակ եւ տրամվայով ձնառատ քաղաքով անցնելիս գոհ չէր հաճախակի կանգառներից։ Վարորդն անընդհատ դուրս էր գալիս եւ ինչ որ բան անում։ Վերադառնալով իր հայրենի Ալաբամա, Մերին մշակեց մի սարք, որը խնայեց վարորդների ժամանակն ու միարդերը։ Ինչ սարք էր դա։ Մերի Անդերսոնը 1903 թվականին Նյու Յորք էքսկուրսիայի ժամանակ եւ տրամվայով ձնառատ քաղաքով անցնելիս գոհ չէր հաճախակի կանգառներից։ Վարորդն անընդհատ դուրս էր գալիս եւ ինչ որ բան անում։ Վերադառնալով իր հայրենի Ալաբամա, Մերին մշակեց մի սարք, որը խնայեց վարորդների ժամանակն ու միարդերը։ Ինչ սարքի մասին է խոսքը։ Եթե հայերեն տարբերակը դժվարանում եք, կարող եք ռուսերենը գրել, ոչ մի թարգմանել։ 10 վայրկյան։ Երկու թիմերն պատասխանում են։ Մեր ժամանակն սպառվել է։ Խնդրեմ։ Մեր պատասխանն է Անձրևանոց։ Անձրևանոց։ Շոտկի, չոտկը։ Պարզ է ձեր պատասխանը։ Մերի Անդերսոնը 1903 թվականին Նյու Յորք էքսկուրսիայի ժամանակ եւ տրամվայով ձնառատ քաղաքում անցնելիս գոհ չէր հաճախակի կանգառներից։ Վարորդն անընդհատ դուրս էր գալիս եւ ինչ որ բան անում։ Վերադառնալով իր հայրենի Ալաբամա, Մերին մշակեց մի շարք, որը խնայեց վարորդների ժամանակն ու միարդերը։ Խոսքն իհարկե արչեվի ապակու մաքրիչների մասին է։
5-2 եւ բավականին հետաքրքիր խաղում, որտեղ մրցում էին Ջրաբերդ եւ Նեմեսիս թիմերը 5-2 հաշվով հաղթեց Ջրաբերդ թիմը, ինչին եւ մենք շնորհավորում ենք։ Ինձ մնում է հիշեցնել, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղն անցնում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի բարձր հովանու ներքո։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Առողջ եղեք։